Վերջին շրջանում «Վերջին զանգը» սերիալի երկրպագուների շրջանում մի հարց սկսում է առավել ու առավել քննարկվել. արդյոք Աննան ու Լիլիթը իսկապես հարազատ քույրեր են։ Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են նրանց հարաբերությունները աստիճանաբար փլուզվել մանուկ հասակից սկսած մինչև հասունություն։ Բայց վերջին զարգացումների լույսի ներքո այս հակասությունները կարող են արմատավորվել շատ ավելի խորը գենետիկ ու անցյալից թաքնված ճշմարտությունների մեջ։ Եվ դրա կենտրոնում կանգնած է նրանց մայրը, մի կերպար, որի գոյությունը մշուշոտ է, չպարզաբանված, բայց միևնույն ժամանակ շատ բան կարող է փոխել։ Մինչև օրս հեռուստադիտողներին երբեք հստակ չի ներկայացվել, որտեղ է Աննայի ու Լիլիթի մայրը, ինչու է նա բացակա և ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ, որ նա ուղղակի անհետացել է ընտանիքի կյանքից և աղջիկներին մեծացրել է նրանց հորաքույրը Անեթը։ Ինչպես մշտապես նշվել է, Անեթը եղել է նրանց հարազատ մոր նման և որևէ տարբերություն չի դրել աղջիկների միջև, մեծացրել է, սիրել, փայփայել։ Երբեմն ակնարկներ են արվել, որ նա պարզապես գնացել է, բայց ոչ մի կերպար, հատկապես Բագրատը, ընտանիքի գլխավոր տղամարդը, երբեք այդ հարցին հստակ չի պատասխանել։ Բագրատի բնավորությունը լավ ճանաչելով, որ նա բռնակալ է, ուժի ու վախի միջոցով կառավարող և բացառված չէ, որ նրա կնոջ անհետացման պատճառը հենց նա է, այսինքն ինչ-որ բան պատահել է տարիներ առաջ ու Բագրատի կինը, աղջիկների մայրն ուղղակի ինչ-որ կերպ անհետացել է։ Իհարկե սա ընդամենը ենթադրություն է, բայց քանի որ հեռուստասերիալում որևէ կերպ չի նշվում, որ նրանց մայրը մահացել է, կամ աղջիկները, գոնե Աննան երբևիցե մոր գերեզմանին գնացել են կամ գերեզմանի մասին, ապա այս ամենը մնում է անորոշ, մնում է ենթադրել, որ ուղղակի Բագրատի բնավորությունից ելնելով այդ կինը մի օր անհետացել է։ Տարածվող վարկածներից մեկի համաձայն Լիլիթը հնարավոր է Բագրատի դուստրը լինի, բայց ոչ Աննան, այսինքն Բագրատը տարիներ առաջ հնարավոր է դավաճանած լինի իր կնոջը, ուրիշ կնոջից երեխա ունենա, ինչն իմանալով Աննայի մայրն ուղղակի լքի տունը։ Իհարկե սա, ինչպես նշեցինք, ընդամենը վարկած է, բայց հնարավոր է, որ այս երկու աղջիկներն էլ հենց նրանն են, ուղղակի Բագրատի բռնակալ բնավորությունից ելնելով նա մի օր որոշել է անհետանալ։ Սրանք դեռ վարկածներ են, բայց սերիալի տրամաբանության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Ի վերջո սա այն սերիալն է, որտեղ իրականությունն ու ողբերգությունը հաճախ չեն տարբերակվում։ Թեև սցենարում դեռ ոչ մի հստակ նշում չի արվել մոր ճակատագրի մասին, բայց սերիալային կաղապարներով մոր վերադարձը կարող է լինել հսկայական շրջադարձային պահ։ Նա կարող է հայտնվել այն պահին, երբ ընտանիքն ամբողջությամբ փլուզված է, երբ Աննան կանգնած է կորցնելու ամեն ինչ, իսկ Լիլիթը հասել է չարության իր գագաթնակետին։ Նրա հայտնվելը կարող է նոր լույս սփռել անցյալի գաղտնիքների վրա, բացել անհայտ էջեր ու վերացնել տարիների մառախուղը։ Իսկ եթե նա ողջ է, դա կնշանակի, որ շուտով կբացահայտվի այն ճշմարտությունը, որն այնքան երկար ժամանակ թաքցվել է։ Եվ ամենակարևորը, հնարավոր է պարզվի, որ Աննան ու Լիլիթն իսկապես հարազատ քույրեր չեն, ինչը հիմնովին կփոխի սերիալի ողջ դինամիկան։ Սա կվերացնի այն նուրբ բարոյական սահմանը, որ մինչև այս պահը սահմանափակում էր Աննային Լիլիթի դեմ պայքարում։ Եթե պարզվի, որ Լիլիթը ոչ միայն քույրը չէ, այլ տարիներ շարունակ թաքցրել է այս ճշմարտությունը, Աննայի մեջ կարթնանա նոր ուժ վերջնականապես դիմակայելու նրան։ Այս ամենի մեջ կա ևս մի հետաքրքիր տարր. եթե մայրը վերադառնում է իբրև թե հեռացած կին, դա նշանակում է, որ տարիներ շարունակ նա ինչ-որ կերպ փորձել է կապ պահպանել։ Գուցե նա գիտի բոլորի մասին, Աննայի իրական պատմության մինչև Բագրատի մութ գործարքները, իսկ գուցե նա չի վերադառնա, այլ արդեն ներկայում ապրող թաքնված կերպար է, ում դերը դեռ կբացահայտվի։ Ինչպիսին էլ որ լինի զարգացման ընթացքը, մի բան ակնհայտ է, այս մոր բացակայությունն այլևս չի կարելի անտեսել, նրա պատմությունը դառնալու է սյուժեի առանցքային կետերից մեկը։ Նրա վերադարձը կարող է փոխել խաղի բոլոր կանոնները, և հենց դրա համար էլ հեռուստադիտողները սպասում են ամեն նոր սերիային, գուցե հանկարծ մի դուռ կբացվի ու երկար սպասված պատասխանները կսկսեն շղթայաբար դուրս գալ լույս աշխարհ։
Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները մնում են կախված, մի բան պարզ է՝ «Վերջին զանգը» սերիալը շարունակում է զարմացնել, ցնցել ու ամեն անգամ մի նոր թաքնված գիծ բացել, որին հեռուստադիտողները դեռ չեն սպասել։ Մոր վերադարձը կլինի դա փաստացի, թե խորհրդանշական, անխուսափելի է, և այդ պահն անկասկած լինելու է սերիալի ամենադրամատիկ շրջադարձերից մեկը։ Դե ինչ, իսկ դուք գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, Բագրատի կինը Աննայի և Լիլիթի մայրը ողջ է, թե ոչ, ինչու հեռուստասերիալի ընթացքում երբևէ չի խոսվել այս մասին, և նրա վերադարձը ինչպես կփոխի աղջիկների կյանքը և ինչպես քույրերը կվերարժևորեն իրենց հարաբերությունները։ Արդյոք Լիլիթը կփոխվի ու կվերադառնա նախկին գեղեցիկ տեսքին, այսինքն քրոջը կսկսի հարգել ու սիրել։ Գրեք ձեր կարծիքները, իսկ մեր համար յուրաքանչյուրիդ կարծիք շատ կարևոր է։